Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը գիշերը նոր հարվածներ են հասցրել իրանական օբյեկտներին։ Թեհրանն էլ պատասխանել է դրոնային եւ հրթիռային հարձակումներով։ Դիվանագիտական ճակատում միաժամանակ շրջանառվում են միմյանց հակասող հայտարարություններ, իսկ Wall Street Journal-ի հրապարակման համաձայն չի բացառվում, որ Պարսից ծոցի արաբական երկրները ներգրավեն Իրանի դեմ պատերազմում։ Ազգային ժողովը սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը, որի օրակարգում ընդգրկված են սահմանադրական դատանի դատավորի ընտրության հարցը, տնտեսական, կրթական եւ մարզական ոլորտերին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ։ Ազգային ժողովի նախագահը խորհրդանուն ճեպազրույցի ընթացքում կոշտ քննադատության է ենթարկել ընդդիմությանը, նրանց հռետորաբանությունը որակելով պատերազմի հանգեցնող խոսույթ։ Սիմոնյանն անդրադարձել է նաև Փաշինյանի վերջին հայտարարությանը, թե իշխող ուժի չվերընտրվելու դեպքում մեծանալու է պատերազմի հավանականությունը։ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին կրկին թեժ էր։ Պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Աննա Մկրտչյանն իր ելույթում անդրադառնալով իշխանությանն ու Փաշինյանին, նրանց անվանեց անհայրենիքներ։ ԿՊ խմբակցության պատասխանը չուշացավ։ Առողջության պահպանման իրավունքի հարցում թե զորակոչային բժշկական հանձնաժողովներում, թե հերակատարողական հիմնարկներում դեռևս կան խնդիրներ, չնայած նրան, որ պատասխանատու գերատեսչությունները բարեփոխումներ են իրականացրել, քննարկում ոլորտի մասնագետների մասնակցությամբ։ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը գիշերը նոր հարվածներ են հասցրել իրանական օբյեկտներին, Թեհրանն էլ պատասխանել է դրոնային եւ հրթիռային հարձակումներով։ Դիվանագիտական ճակատում միաժամանակ շրջանառվում են միմյանց հակասող հայտարարություններ հնարավոր համաձայնության եւ բանակցությունների վերաբերյալ, իսկ Wall Street Journal-ի հրապարակման համաձայն չի բացառվում, որ Պարսից ծոցի արաբական երկրները ներգրավեն Իրանի դեմ պատերազմում, չնայած դեռևս չեն անցել բացահայտ ռազմական գործողությունների։ Սաուդյան Արաբիան արդեն թույլ է տվել Միացյալ Նահանգներին օգտվել իր ռազմական բազաներից, աջակցելով հնարավոր հարվածներ։ Միաժամանակ Արաբական Միացյալ Էմիրությունները ավելի շատ տնտեսական եւ ֆինանսական ճնշման միջոցներ է կիրառում, սպառնալով սառեցնել իրանական ակտիվները։ Կատարը հայտարարել է, որ չի մասնակցում Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև միջնորդական ջանքերին, հաղորդվում է, որ Դոհան կենտրոնացած է սեփական անվտանգության ապահովման վրա, հատկապես այն բանից հետո, երբ իրանական հարվածներ են հասցվել երկրի գազային օբյեկտներին։ Տարածաշրջանի մի շարք պաշտոնյաներ զգուշացրել են Վաշինգտոնին, որ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հնարավոր հարվածները կարող են հանգեցնել լայնածավալ պատասխանատվությունների, այդ թվում Պարսից ծոցում ամերիկյան դաշնակիցների դեմ։ Դիվանագիտական դաշտում, սակայն, որոշ ակտիվություն է նկատվում այդ երկրներից։ Թուրքիան եւ Եգիպտոսը պատրաստակամություն են հայտնել մասնակցել իրավիճակի կարգավորմանը, իսկ ավելի վաղ հաղորդվել էր, որ Պակիստանը եւս ներգրավված է միջնորդական կուլիսային շփումներում։ Նշվում է, որ հենց Պակիստանն է ներկայում գլխավոր միջնորդը Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ըստ իր պնդման համաձայնել է ապագայում ընդհանրապես չհարստացնել ուրան, նույնիսկ քաղաքացիական նպատակներով։ Նա նաեւ նշել է, որ քննարկվում է Իրանից հարստացված ուրանի դուրսբերման տարբերակը։ Թրամփը ընդգծել է, որ կողմերը կապի մեջ են հեռախոսով եւ մոտ ապագայում հնարավոր է անձնական հանդիպում։ Սակայն իրանական կողմը հակադարձել է, հերքելով նման բանակցությունների փաստը, դրանք անվանելով կեղծ լուրեր։ Սրան զուգահեռ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Թեհրանում գտնվող ԻՀՊԿ ավիատիեզերական կայանին, նաեւ Իրանի հարավում գտնվող ստորգետնյա ուրանի հարստացման օբյեկտին, որը իսրայելական աղբյուրների պնդմամբ ամբողջությամբ ոչնչացվել է։ Միացյալ Նահանգները եւս շարունակել է բարձր ճշգրտության հարվածները իրանական ռազմական թիրախներին։ Իրանն էլ իր հերթին հայտարարել է նոր հարվածների մասին։ Իսլամական Հանրապետության բանակի տվյալներով կիրառվել են հարվածային դրոններ ուղղված Իսրայելի Տելնով ավիաբազային, նաև տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերին, այդ թվում Հորդանանի Ալ-Ազրակ բազային, որտեղ տեղակայված են F-35 եւ F-15 կործանիչներ։ Հաղորդվում է, որ Միացյալ Նահանգները տեղափոխում է 4500 ծովային հետևակային եւ նավաստի Հորմուզի նեղուցի բացման համար։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնում քննարկվում է Իրանի Խարկ կղզու հնարավոր գրավման սցենարը, որը հանդիսանում է երկրի նավթի արտահանման հիմնական հանգույցը։ Ամերիկյան հետախուզության տվյալներով Հորմուզի նեղուցում տեղակայված են իրանական ստորջրյականներ, ինչը մեծացնում է միջազգային նավագնացության ռիսկերը։ Այս ընթացքում ռազմական գործողությունների հետևանքով տարբեր քաղաքներում շարունակվում են պայթյունները։ Ուժգին հարվածներ են գրանցվել Սպահանում, Թեհրանում, որտեղ բնակելի շենքի մի մաս փլուզվել է մարդկանց թողնելով փլատակների տակ։ Պայթյուններ են արձանագրվել նաև Երուսաղեմի շրջակայքում
համակարգում, որտեղ իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են իրանական հրթիռներ։ Հարավային Լիբանանում իսրայելական ավիահարվածից խոշոր հրդեհ է բռնկվել բենզալցակայանի մոտ։ Իրանի գերագույն ղեկավարությունը հայտարարել է, որ պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն փոխհատուցվել վնասները, չեն վերացվել պատժամիջոցները եւ չեն տրվել միջազգային երաշխիքներ Միացյալ Նահանգների չմիջամտելու վերաբերյալ։ Իր հերթին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նշել է, որ ռազմական գործողությունները շարունակվում են զուգահեռ դիվանագիտական գործընթացներին։ Միացյալ Նահանգներում էլ քաղաքական ձևակերպումների շուրջ տարաձայնություններ կան։ Թրամփը հակամարտությունը բնութագրել է որպես ռազմական գործողություն, մինչդեռ դեմոկրատներն այն անվանում են պատերազմ։ Չնայած լարվածությանը Վաշինգտոնը հայտարարում է, որ հակամարտությունը կարող է ավարտվել մոտ ապագայում, մինչև ապրիլի 9, սակայն ներկա զարգացումները ցույց են տալիս, որ իրավիճակը շարունակում է մնալ անկանխատեսելի, միաժամանակ ներառելով թե լայնածավալ ռազմական էսկալացիայի, թե հանկարծակի դիվանագիտական բեկման հնարավորություններ։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Տրամփը հետաձգել է հարվածները Իրանին, ըստ Բլումբերգի աղբյուրների Միացյալ Նահանգների նախագահի որոշումը դադար տալ Իրանի դեմ ռազմական գործողություններում պայմանավորված է ոչ թե դիվանագիտական զիջումներով, այլ տնտեսական լուրջ մետաղախություններով։ Նպատակն է կանխել համաշխարհային շուկաների խուճապը եւ էներգակիրների գների անկանխատեսելի թռիչքը։ Ի դեպ Տրամփի երեկվա հայտարարությունների ֆոնին, թե ԱՄՆ-Իրան բանակցություններ են ընթացել, նավթի գները նվազել են, սակայն իրանական կողմից այդ լուրերի հերքումից հետո այսօր կրկին այն բարձրացել է, անցնելով $100 1 բարելի դիմաց։ Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է, աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը դեռ փակ է։ Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչ իրավիճակ է նեղուցում։ Ի դեպ այսօր իրաքյան հում նավթով բեռնված հսկական սուպերտանկերն անցել է Հորմուզի նեղուցով ամբողջությամբ անջատելով իր տեղորոշման ազդանշանները։ Բլումբերգի տվյալներով նավը, որը փոխադրում է միլիոնավոր բարել նավթ, դադարել է հաղորդել իր կոորդինատները, նախքան նեղուց մտնելը։ Մերձավոր Արևելքում պատերազմը փոխել է նաև տարածաշրջանի թռիչքների լանդշաֆտը, բարձրացնելով ավիատոմսերի գները։ Ճանապարհորդները դժվարանում են գտնել լավ գործարքներ, արդեն իսկ զբաղված սեզոնի պայմաններում։ Ավիաընկերությունները կրճատում են երթուղիները եւ բարձրացնում գները, փորձելով փոխհատուցել վառելիքի աճող ծախսերը։ Հակամարտության սկզբից ի վեր ավիափոխադրումները կատվածահար են չեղարկվել է Մերձավոր Արևելք ավելի քան 52,000 չվեր։ Պարսից ծոցի ավիափոխադրողների համար սա կարող է հանգեցնել զգալի ֆինանսական եւ հեղինակության վնասի։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Կոլումբիայի հարավում կործանվել է Հերկուլես C-130 ռազմական ինքնաթիռը։ Տեղեկությունը հաստատել է երկրի պաշտպանության նախարար Պեդրո Սանչեսը։ Նրա խոսքով վթարը տեղի է ունեցել Պուերտո Լեգուիզամոից թռիչքից հետո Պերուի սահմանին զորքեր տեղափոխելիս։ Վթարի հետևանքով զոհվել է առնվազն 66 մարդ, կան նաև վիրավորներ եւ անհետ կորածներ։ Ռոյթերսի տվյալներով ինքնաթիռում եղել է 128 մարդ, որոնցից առնվազն 48-ը ողջ են մնացել։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Լենինգրադի մարզի Պրիմորսկ նավահանգստին տեղական իշխանությունների տվյալներով վնասվել է վառելիքի պահեստային տարը, առաջացել է հրդեհ։ Նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի խոսքով հարձակման ընթացքում հոփամակարգերը չեզոքացրել են շուրջ 35 անօդաչու թռչող սարք, իսկ անձնակազմը տարհանվել է։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Պրոմորսկը Բալտիկ ծովում Ռուսաստանի խոշոր նավթային տերմինալներից է եւ հարվածը կարող է անդրադառնալ էներգետիկ շուկաների վրա։ Իսրայելը կրկին ավիահարվածներ է իրականացրել Լիբանանում, թիրախավորելով հարավային Հանին քաղաքը։ Մարտի սկզբին իսրայելա-իրանական հակամարտությանը միացել էր նաև Հզբոլահը, ինչից հետո Իսրայելը հայտարարել է շարժման դեմ գործողությունների մեկնարկի մասին եւ ակտիվացրել հարվածները Լիբանանի հարավում։ Հզբոլահի հաղորդակցության եւ համակարգման ղեկավար Վաֆիկ Սաֆան հայտարարել է, որ շարժումը պատրաստ է Իսրայելի հետ երկարատև պատերազմի եւ պատրաստվում է անակնկալներ մատուցել։ Ըստ նրա խոսքը հարձակվողական անօդաչու սարքերի կիրառման մասին է։ Սաֆան ընդգծել է, որ Հզբոլահը չի դադարեցնի ռազմական գործողությունները մինչև հաղթանակը։ Շարժումը նաև հայտնել է, որ վերջին 24 ժամում իրականացրել է 63 ռազմական գործողություն, ներառյալ հրթիռային հարձակումներ, ԱԹՍ-ների կիրառություն եւ հրետանային կրակ Իսրայելի ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Լաոսի մայրաքաղաք Վիենտիանում եւ հարակից նահանգներում գրանցվել է անսովոր ուժեղ կարկուտ, պայմանավորված տաքոթային հոսանքների եւ սառը ճակատի բախմամբ։ Կարկուտն ուղեկցվել է ուժգին քամով եւ հորդառատ անձրևով, վնասվել են հարյուրավոր տներ, հիմնականում տանիքներ։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում քննարկվում է Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոին Դոնալդ Թրամփի հետ հանդիպման հրավիրելու հնարավորությունը։ Թրամփի հատուկ բանագնաց Ջոն Քոուլը հայտնել է, որ այդ հարցը քննարկվում է արդեն մի քանի ամիս, սակայն վերջնական որոշում դեռ չկա։ Նրա խոսքով դեռ շատ աշխատանք կա անելու, բայց նպատակը հասկանալի է՝ ջերմ հարաբերություններ հաստատելն է։ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ մարտի 22-ին Սամեբա տաճարում իր երկրորդի հոգեհանգստի եւ հուղարկավորության ընթացքում ստացել են ահաբեկչության մասին 2 կեղծ զանգեր։ Անանուն զանգի հեղինակը հայտնել է, թե զինված է եւ ականապատել է տաճարի տարածքը, սպառնալով պայթյուններով, եթե տարհանում չիրականացվի։ Դեպքի պահին տաճարում գտնվում էին հազարավոր մարդիկ, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաներ եւ հոգեվորականներ։ Իրավապահները հայտնաբերել եւ ձերբակալել են անչափահաս կասկածյալի, որը մեղադրվում է կեղծ ահազանգի համար։ Նրան սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ երկիրը շարունակելու է ամրապնդել իր միջուկային ուժերը եւ Հարավային Կորեային դիտարկելու է որպես ամենաթշնամական պետություն։ Պետական լրատվամիջոցի փոխանցմամբ նա ընդգծել է, որ Փհենյանի միջուկային կարգավիճակը անշրջելի է, իսկ միջուկային զսպման զարգացումը կարևոր է ազգային անվտանգության համար։ Կիմ Չեն Ընի խոսքով միջուկային զենքը նպաստել է պատերազմի կանխմանը եւ թույլ է տվել կենտրոնանալ տնտեսական զարգացման վրա։ Այլ թեմաներ ազգային ժողովը սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը, որի օրակարգում ընդգրկված են Սահմանադրական դատանի դատավորի ընտրության հարցը, տնտեսական, կրթական եւ մարզական ոլորտներին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ։ Այսօրվա նիստում քննարկվել են միջազգային առևտրային համաձայնագրերի վավերացմանը, նախադպրոցական կրթության հասանելիության ընդլայնմանը, նաեւ մարզական մրցումների թափանցիկությանն ու մաքսային համակարգի արդյունավետությանը վերաբերող հարցեր։ Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստի օրակարգում ընդգրկված է 35 հարց, որոնցից 13-ը կքննարկվեն երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ, մնացածը առաջին ընթերցմամբ։ Օրակարգում է Սահմանադրական դատարանի դատավորի, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի, տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահի եւ անդամների ընտրության հարցը, նաեւ մի շարք օրենսդրական փաթեթներ, քաղաքացիական օրենսգիրքում, սնանկության օրենսգիրքում, գնումների մասին քրեական դատավարության, հարկային եւ այլ օրենքներում փոփոխությունների վերաբերյալ։ Պատգամավորներն օրակարգն ընդունել են առանց հարց ու պատասխանի եւ ելույթների, ապա անցել առաջին հարցի քննարկմանը։ Նախ քննարկվել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը։ Վերջինս նշել է, որ երթման պահից սկսած պաշտոն զբաղեցնող անձը ստանձնում է հստակ պարտավորություններ եւ պետք է գործի դրանց շրջանակում, անկախ քաղաքական նախասիրություններից եւ մոտեցումներից։ Վարդանյանն անդրադարձել է նաեւ Սահմանադրական դատարանի դերակատարությանը, նշելով, որ այն պետք է ապահովի իրավական համակարգի զարգացումն ու երկխոսությունը տարբեր մակարդակներում։ Սահմանադրությունը նաև բնորոշում է պետության ինքնությունը։ Ինչ է ի վերջո սահմանադրությունը։ Սահմանադրությունը ստահասոսկ իրավական տեքստ կամ հիմնական օրենք չէ։ Սա շատ ավելի խորը մշակութաբանական, սոցիալ-տնտեսական, իրավաքաղաքական բնույթի փաստաթուղթ է։ Որոշակի առումով այն պայմանագիր է կամ պայմանավորվածություն է ժողովրդի եւ պետության միջև։ Ուրույն համաձայնությունների արդյունք։ Ժողովուրդը համաձայնվում է պետությանը վերապահել որոշակի լիազորություններ, իսկ պետությունը պարտավորվում է ապահովել մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների եւ իշխանության իրականացումը ժողովրդի անունից։ Ի վերջո, սահմանադրի կամքն է ընկած ցանկացած սահմանադրության հիմքում։ Ազգային ժողովում քննարկվել է նաև Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջև տնտեսական գործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը։ Այն խորհրդարանին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, նշելով, որ 2025 թվականի հունիսին ստորագրված փաստաթուղթը միտված է կողմերի միջև առևտրի ազատականացմանն ու պարզեցմանը, նաև հայկական ապրանքների մրցունակության բարձրացմանը էմիրաթական շուկայում։ Նախարարի խոսքով համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանից ԱՄԷ արտահանման զգալի մասը կօգտվի արտոնյալ պայմաններից։ Հայաստանի Հանրապետության մասով ներկայացնեմ, Հայաստանի Հանրապետությունից դեպի
Արաբական Միացյալ Էմիրություններ արտոնյալ պայմաններով արտահանման ծածկույթը կկազմի այսօրվա մեր ընթացիկ արտահանման 95%-ը։ Մենք բանակցություններում մեր ընթացիկ արտահանվող բոլոր ապրանքները ներկայացրել էինք եւ ըստ էության 95%-ը հաստատվել են։ Հիմա կասեմ, որոնք են այդ 5%-ը։ Այդ 5%-ը պարզապես հնարավոր չէր ներառել այդ ցանկի մեջ Արաբական Միացյալ Էմիրությունների օրենսդրության պատճառով, օրինակ ալկոհոլային խմիչքներ, ալկոհոլ պարունակող շոկոլադ կամ ծխախոտ եւ ծխախոտի փոխարինիչներ, Միացյալ Արաբական Էմիրությունները ազատ առևտրի համաձայնագրեր կնքելիս ինքը որևէ երկրի հետ այդ ապրանքների մասով չի տալիս ուրեմն արտոնություններ։ Խորհրդարանում առաջին ընթերցմամբ ներկայացվել է նաև նախագիծ, որով առաջարկվում է ընդլայնել նախակրթարաններ հաճախելու տարիքային շրջանակը։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով այժմ գործող 5 տարեկանի փոխարեն նախակրթարան ընդունվելու հնարավորություն կստանան նաև 4 տարեկան երեխաները, իսկ այն բնակավայրերում, որտեղ նախակրթարանը նախադպրոցական կրթություն ապահովող միակ հաստատությունն է, հնարավորություն կստեղծվի ընդունել նաև 3-ից 6 տարեկան երեխաների։ Նախագծով առաջարկվում է նաև փոփոխություն կատարել հավաստագրման կարգում սահմանելով միասնական ստանդարտ եւ ընդլայնելով հավաստագիր ունեցողների շրջանակը։ Տանք հնարավորություն, որպեսզի կրթական հաստատության ղեկավարման ցանկություն ունեցող անձը մեկ անգամ process անցնելով նաև կարողանա ընտրել եւ ըստ իր ցանկության, օրինակ, եթե ուզում է փորձել ուժերը եւ քոլեջի կամ դպրոցի կառավարման ուղղությամբ ջանք դնել, ապա վարչարարության տեսանկյունից կունենա շատ ավելի հեշտ հնարավորություններ, ցուցաբերելով իհարկե անհրաժեշտ գիտելիքն ու հմտությունները, ստանալ հավաստագիր, որը կկարողանա կիրառել տարբեր կրթական մակարդակների հաստատությունների ղեկավարման համար։ Խորհրդարանում քննարկվել է նաև Երևանի մաքսային լոգիստիկ կենտրոն ծրագրի վերաբերյալ Հայաստանի ու վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի միջև դրամաշնորհային համաձայնագրի վավերացման հարցը։ Պետնախագահ Էդուարդ Հակոբյանի խոսքով Հայաստանում նախատեսվում է ստեղծել արտաքին տնտեսական գործունեության կենտրոն, որը մեկ հարթակում կմիավորի արտահանման եւ ներմուծման գործառույթների համար կապված հիմնական ընթացակարգերը։ Նախնական տվյալներով կենտրոնը կտեղակայվի Երևանի մերձակայքում Կոտայքի մարզի Նայիրի համայնքի Պրոշյան գյուղում, հյուսիս-հարավ ավտոմայրուղուն հարող տարածքում։ Եթե պատկերացնենք մի իրավիճակ, որ ապաշրջափակում է տեղի ունենում, ինչ հոսքեր կարող են լինել Հայաստանի Հանրապետությունում, դա նշանակում է, որ սա ավելի մեծ պոտենցիալ ունի եւ այս կենտրոնը հնարավորություն է տալու այդ մայրուղով անցնելու դեպքում արտահանողները եւ ներմուծողները կամ իրենց տրանսպորտային կազմակերպությունները, ովքեր որ այդ բեռները տեղաշարժում են, մտնեն համապատասխան կենտրոն, ստանան բոլոր ծառայությունները մի կետից, խնայելով ժամանակ, ունենալով հարմարավետ տարածքներ իրենց բեռները պահպանելու, իրենց մեքենաները կայանելու եւ դա միաժամանակ հնարավորություն է տալու, որպեսզի մեծացնենք մենք Հայաստանի լոգիստիկ հանգույց դառնալու պոտենցիալը։ Ծրագրի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել 39 միլիոն եվրո վարկային միջոցների, նաև պետական համաֆինանսավորման հաշվին, որի ծավալը կկազմի 9 միլիոն եվրո։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ խորհրդանում ճեպազրույցի ընթացքում կոշտ քննադատությանը ենթարկել ընդդիմությանը նրանց հռետորաբանությունը որակելով պատերազմի հանգեցնող խոսույթ։ Սիմոնյանի գնահատմամբ Հայաստանում արդեն ձևավորվել են երկու հստակ քաղաքական բևեռներ՝ մի կողմից իշխանությունն է, իդեմս քաղաքացիական պայմանագիր կուսակցության, որը ներկայացում է խաղաղության օրակարգը, մյուս կողմից ընդդիմությունը, որը հանդես է գալիս պահանջատիրական հայտարարություններով։ Այժմ նախագահն անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը, թե իշխող ուժի չվերընտրվելու դեպքում մեծանալու է պատերազմի հավանականությունը։ Անթույլատրելի բան է ասում, խայտառակ բան է ասում, ու դրա համար ինքը վաղը մյուս օրը այստեղ նույնիսկ չի հայտնվելու իր այդ խոսքը, այդ իր երեխեքն են գնալու կռվեն կամ այդ ինչ է դարերով մեզ գցում է կախվածության մեջ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ամերիկայից կամ որևիցե մեկից, ոչ, մենք պետք է տարածաշրջանում այնց հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվել։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում տված ճեպազրույցում այսպես կոշտ արձագանքեց ընդդիմության, մասնավորապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատերազմն տենչացող հայտարարություններին, դրանք որակելով որպես պատերազմի տանող խոսույթ։ Հավերժ թշնամություն, ինչ դիվանագիտորեն, լսեք, հորով մորով արեց Հայաստանի Հանրապետությունը 10 տարի ինքը իր իշխանության օրոք, թե ինքը հարստացավ։
Այդ Հայաստանի Հանրապետությունը 29743 կիլոմետրը տենց շենացրեց, վերականգնեց, ուժեղացրեց, թե գույք պարտքի դիմաց տվեց, ասենք ռազմավարական բաներ եւ Հայաստանի անկախությունը, ինքնուրույնությունը տվեց ուրիշ երկրի։ Սիմոնյանը հայտարարեց, Հայաստանում ձևավորվել են երկու հստակ քաղաքական բևեռներ՝ խաղաղության եւ պատերազմի։ Նրա խոսքով իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը խաղաղության օրակարգն է ներկայացնում, մինչդեռ հիմնական ընդդիմադիր դերակատարները հանդես են գալիս պահանջատիրական, այսինքն պատերազմական հռետորաբանությամբ։ Մարդիկ ինչ են մեզ ասում շնորհակալություն խաղաղության համար։ Մարդկանց երեխաները չեն մահանում, չեն եթում, մարդը ավելի քիչ անհանգիստ է, երբ որ իր երեխան զորակոչվում է բանակ։ Օրենսդիրի ղեկավարն ուրախությամբ արձանագրեց իրենց ներկուսակցական քարոզարշավի ընթացքում քաղաքացիները գոհունակությամբ են արտահայտվում գործող իշխանության կառավարման մասին եւ շնորհակալություն են հայտնում խաղաղության հաստատման համար։ Մեծ հույս ունեն, որ այս ուղղությունը կշարունակվի, մենք էլ իրենց ի պատասխան ասում ենք, որ իրենք պետք է տեր կանգնեն խաղաղությանը եւ իրենք էլ պատրաստակամություն են հայտնում տեր կանգնել խաղաղությանը։ Էսա մեր հիմնական խոսակցության թեզերը, նաեւ շնորհակալություն են հայտնում ճանապարհների, դպրոցների, բժշկական ապահովագրության համար շատ մարդ օգտվել է, շատ հաճելի է, որ աշխատել է եւ շատ մարդիկ արդեն օգտվել են դրանից։ Թոշակների համար են շնորհակալություն հայտնում եւ պահանջում են մեզանից որոշ ընդդիմադիր գործիչներին հնարավորինս շուտ ինչ որ ձևով լրացնել։ Սիմոնյանը նաեւ պաշտպանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին աղմկահարույց հայտարարությունը, ըստ որի եթե քաղաքացիական պայմանագիրը չվերընտրվի, հնարավոր է պատերազմ։ Նրա գնահատմամբ սա ոչ թե սպառնալիք է, այլ քաղաքական վերլուծություն, քանի որ տարածաշրջանային զարգացումները պահանջում են սթափ գնահատականներ եւ պատասխանատու քաղաքականություն։ Քաղաքական գործիչները նաեւ կարողանում են քաղաքական վերլուծություններ անեն եւ դրա իրավունք ունեն եւ վարչապետը որպես առաջին քաղաքական գործիչներից մեկը Հայաստանի Հանրապետության դրա իրավունքը ունի։ Ազգային ժողովի նախագահի խոսքով նման հայտարարություններ նախկինում հնչել են նաև ընդդիմության կողմից, սակայն չեն արժանացել նույն արձագանքին։ Միևնույն ժամանակ Սիմոնյանը պնդեց, Հայաստանը չպետք է եւ չունի տարածքային պահանջներ հարևանների նկատմամբ։ Նա քննադատեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այն հայտարարության համար, թե հնարավորության դեպքում պետք է օգտվել տարածաշրջանային զարգացումներից։ Միանշանակ ոչ, երբեք, ոչ Թուրքիայի պարագայում, ոչ այդ ինչ եք խոսում դուք։ Իսկ հիմա Ադրբեջանը մեր թուլացած վիճակից օգտվի եւ մտնի դարձնի, ասենք մի հատ Պուճուրիկ Երևան քաղաք թողի։ Այդ ինչ եք ասում։ Այդ ձեր հարցը համ վրթովեցնող է, համ ակնհայտ դուք ձեր հարցի պատասխանը տվեցիք։ Իհարկե ոչ, երբեք Հայաստանի Հանրապետությունը չպետք է ունենա տարածքային պահանջներ եւ չունի իր հարևանների նկատմամբ։ Այդ ինչ է։ Սիմոնյանը նաեւ անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հարցին, ընդգծելով, որ միջազգային երաշխիքները չեն աշխատել։ Նրա խոսքով նույնիսկ այն երկիրը, որը համարվում էր անվտանգության երաշխավոր եւ ուներ խաղաղապահներ Արցախում, կոչ է արել բնակչությանը լքել տարածքը։ Մեր երաշխավոր իր ռուսական բազան ստեղ ունեցող, ինչպես նաև խաղապահներին Լեռնային Ղարաբաղում ունեցող մարդը արեց հետևյալը, որը որ երաշխավոր էր, դարավոր բարեկամ էր, ասեց Ղարաբաղի բնակչության, ասեց դե զգուշ դուրս եկեք, հանգած տեղ մի բան ձեզ չլինի, դավայ դուրս եկեք։ Ազգային ժողովի նախագահը նաև մեկնաբանեց Պրահայում ստորագրված հայտարարությունը, պնդելով, որ Հայաստանը ճանաչել է ոչ թե Ադրբեջանի, այլ սեփական տարածքը 29743 քառակուսի կիլոմետր։ Նրա խոսքով դա թույլ է տվել խուսափել երկրի գաղութացումից եւ պահպանել անկախությունը։ Բացի այդ, նա հայտարարեց, որ նախկին իշխանություններն են պատասխանատու Արցախի կորստի համար, մեղադրելով նրանց սխալ բանակցությունների եւ երկրի ռեսուրսները զիջելու համար։ Միևնույն ժամանակ խորհրդարանի ղեկավարը նշեց, աշխարհում 100%-անոց անվտանգության երաշխիքներ չկան։ Եթե մի կողմից, մյուս կողմից հարևանները որոշեցին գան եւ իրար ձեռ սեղմեն, ողջունեն, ով է մեզ փրկելու։ Ոչ մեկ եվրոպացիները շատ ջղայն հայտարարություն են անելու, շատ ջղայն վրթովելու են։ Ռուսները ասել են՝ «Мы вам позвоним», Պարսիկներն էլ ահավոր զբաղված են։ Ալեն Սիմոնյանի խոսքով հենց այդ պատճառով Հայաստանը պետք է կառուցի այնպիսի հարաբերություններ տարածաշրջանում, որ երբևէ մեկը չմտածի հարձակման մասին։ Իդեպ Սիմոնյանը նաև հայտարարեց, որ նախկինում սխալ է արել, օգտագործելով Արցախ ձևակերպումը եւ ընդգծեց, որ նման տերմինաբանությունը կարող է բերել փոխադարձ անվանափոխությունների։ Ամփոփելով Ազգային ժողովի նախագահը կրկին շեշտեց, առաջիկա ընտրությունները լինելու են ընտրություն խաղաղության եւ հնարավոր պատերազմի միջև։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։
Ազգային ժողովի հայտարարությունների ժամին կրկին թեժ էր, պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իր ելույթում անդրադառնալով իշխանությանը եւ վարչապետ Փաշինյանին նրան անվանեց անհայրենիքներ։ Նրա ելույթից հետո իրավիճակը լարվեց, ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ընդդիմադիր պատգամավորների նկատողություն արեց, հիշեցնելով, թե ովքեր են անհայրենիքները։ Տիկին Մկրտչյան, խնդրում եմ ձեր դաստիարակության մակարդակը ամեն անգամ այստեղ մի ցույց տվեք։ Մենք ձեզ շատ լավ ճանաչում ենք, ձեր ընտանիքներ ենք ճանաչում, ձեր վրա թվագրված քրեական գործերն էլ գիտենք։ Դե հանգիստ ձեր տեղը նստեք եւ հանգիստ ձեր տեղը նստեք եւ ձեր դաստիարակության մակարդակը այստեղ մի ցուցադրեք։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն էլ մինչև ելույթը սկսելը նախ անդրադարձավ Աննա Մկրտչյանի պահվածքին, հորդորելով պատիվ ունեմ խմբակցության ղեկավարին զսպել իր գործընկերներին։ Այնուհետև Հակոբյանը հակադարձեց Հայաստան խմբակցության պատգամավոր Արմինե Խերանյանին, որն էլ իշխանությանը մեղադրում էր պետական միջոցները վատնելու համար։ ԿՊ պատգամավորը գործընկերոջը նաև հորդորեց խոսել Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներից։ Ճիշտ կլինի Ռոբերտ Քոչարյանի կերասներից խոսեք։ Ասենք ֆիզիկապես կուկուռուզնիկի շենք է կերել։ 10 քաղաքացու գլուխ է կերել Երևանի կենտրոնում։ Ձեր դաշնակցական գործընկերոջ գլուխն է կերել Արագած սրճարանում։ Կամ այդ որ դպրոցներ է կառուցել, ինչի ենք մենք 300 դպրոց կառուցում։ Հետո էլի ենք 300 դպրոց կառուցելու։ Հետո էլի ենք կառուցելու, այնքան միջև դպրոցներ կառուցվեն Հայաստանի Հանրապետությունում։ Կամ այդ մանկապարտեզների շենքերից եք խոսում։ Մանկապարտեզների շենք են կառուցել։ Դրա համար երեխեքը հերթի մեջ ծնված օրվանից պետքա գրանցես, որ հերթը գա, որ երեխան գնա մանկապարտեզ։ Իսկ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նկատեց, որ քաղաքական դաշտում երկու տարբեր արժեքների բախում է տեղի ունենում։ Արժեքներ, որոնք հանգեցնում են սպանությունների կամ թալանի, եւ արժեքներ, որոնք նպաստում են երկիրը կառուցելուն եւ իհարկե քաղաքացիների հետ սիրով եւ հարգանքով շփմանը։ Մեր ուրախ ավտոբուսից է խոսում։ Դո դուք մի Ժիգուլի մարդ չկաք։ Եկել եք մեր ուրախ ավտոբուսից ինչ եք ուզում, այդ դժբախտ Ժիգուլիներ։ Եկել եք ինչ եք ուրախ ավտոբուս, հա ուրախ ավտոբուս, հա բա ուրախ ավտոբուս, հա բա դուք ուզում եք ձեր դժգույն կյանքի եւ դժգույն կառավարման դեմքը երևացող ինչ որ մի ուրիշ բան տեսնեք, հա։ Կամ բանը, որ անդադ մենք ասում ենք, այո, ասում ենք, որ եթե քաղաքացիական պայմանագիրը եկող ընտրություններում չունենա սահմանադրական մեծամասնություն, ապա ամենայն հավանականությամբ եւ վստահաբար լինելու է աղետաբեր պատերազմ։ Ինչի ենք ասում, որտեղ այսօր ընդդիմությունը փաստացիորեն իր վրա է վերցել պատերազմի հրձիքի գործառույթը։ Ռոբերտ Քոչարյանը մաքուր պատերազմի հրձիք է։ Շարունակում ենք թողարկումը առողջության պահպանման իրավունքի հարցում, թե զորակոչային բժշկական հանձնաժողովներում, թե քրեակատարողական հիմնարկներում դեռևս կան խնդիրներ, չնայած նրան, որ պատասխանատու գերատեսչությունները բարեփոխումներ են իրականացրել արձանագրված խնդիրների կանխարգելման ուղղությամբ։ Ոլորտի մասնագետների մասնակցությամբ տեղի է ունեցել առողջության պահպանման իրավունքը բանակում եւ քրեակատարողական համակարգում թեմայով քննարկում։ 2025 թվականին ՄԻՊ աշխատակազմը զորակոչիկներից եւ նրանց ընտանիքների անդամներից ստացել է 900 դիմում բողոք, որոնց գերակշիռ մասը 86%-ը վերաբերել է առողջապահության պահպանման իրավունքին, այդ թվում պատշաճ հետազոտություններին եւ փորձաքննություններին։ Այս մասին հայտնեց ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչ Ալբերտ Դանիելյանը առողջության պահպանման իրավունքը բանակում եւ քրեակատարողական համակարգում թեմայով քննարկման ժամանակ։ Վերջինս ընդգծեց, որ ՄԻՊ-ում բազմաթիվ են դեպքերը, երբ պաշտպանի միջամտությունից հետո կայացված որոշումները, որոնք վերաբերել են բժշկական հանձնաժողովների թերի աշխատանքին, չեղարկվել են։ Բանախոսի ներկայացմամբ, չնայած վերջին տարիներին զորակոչային բժշկական հանձնաժողովների աշխատանքները լավարկվել են, այնուամենայնիվ կան խնդիրներ, որոնց ուղղությամբ պատասխանատու մարմինները պետք է աշխատանքներ իրականացնեն։ Մեր գործող կարգավորումները չեն սահմանում կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից օրական փորձաքննությունների առավելագույն թույլատրելի քանակ։ Պաշտպանի դիտարկմամբ նման կարգավորումները հոսքը նման փորձաքննությունների մեծ լուրջ ռիսկեր է ստեղծում փորձաքննությունների որակի համար, ինչպես նաև զորակոչվող անձանց առողջության համար։ Մյուս խնդիրը մեր գործող կարգավորումները հնարավորություն չեն տալիս զորակոչիկին իր վստահելի բժշկին որպես մասնագետ խորհրդատու ներգրավելու փորձաքննության գործընթացում։ Մեր դիտարկանք դա նույնպես կարող է բարձրացնել փորձաքննությունների
որակը, ինչպես նաև զորակոչիկների իրազեկվածությունը։ Առողջության պահպանման խնդիրները չեն շրջանցել նաև քրեակատորական հիմնարկները, չնայած նրան, որ Արդարադատության նախարարությունը վերջին տարիներին բազմաթիվ բարեփոխումներ է իրականացրել։ Քննարկմանը մասնակցող բանախոսներից մի աշխատակազմի մեկ այլ ներկայացուցիչ Հովհաննես Ղուկասյանը խոսեց նախորդ տարի քրեակատորական հիմնարկներում արձանագրված մավան 24 դեպքերի մասին, որոնցից 8-ը եղել է ինքնասպանություն։ Ղուկասյանը նկատել է, որ աճել են նաև ինքնասպանության փորձ կատարելու դեպքերը, ինչ վերաբերում է ինքնավնասման դեպքերի վիճակագրությանը, ապա բանախոսի հավաստմամբ այդ դեպքերը նվազման միտում ունեն։ Ղուկասյանը խոսեց նաև այլ խնդիրների մասին։ Արձանագրել ենք նախ ինքնասպանության եւ ինքնավնասման ռիսկի գնահատման գործում խնդիրներ։ Ճիշտ է, 2022 թվականից քրեակատորական հիմնարկներում ներդրվել է ինքնասպանության եւ ինքնավնասման ռիսկի գնահատման գործիքը, սակայն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի այցերն էլ ցույց են տալիս, որ դրա արդյունավետությունը շարունակում է ցածր մնալ։ Այսքան այժմի համար կհանդիպենք։